Ժողովուրդ, ես նախորդում եմ բոլորիդ շնորհավորել, որովհետև այսօր զուգարանում մարդ չի սպանվելու։ Եվ մենք համբերատար և լսում եմ, որ գալիս է ինչ ասում, բայց ես համաձայն չեմ, որ իրանց ասելիքը ասեն ու թողեն փախնեն, տեն չի։ Մենք ձեր ասելիքը լսում ենք, դուք մեր ասելիքը պետք է լսեք։ Այս էլեկին ցույց են տալիս 4 հոգի Ղարաբաղի ակցենտով խոսում են սենց մասկեքով, թե մեր հայրենիքը որ մեր ձեռից առել է, այդ մասկեքով ստահակների ես ասում եմ։ Ձեր մասկեքը, այ համբալներ, դուք մեր երեխեքին դիրքերում մենակ թողել եք փախել, տականքներ, ստահակներ, ես ձեր մասկեքը հանելու եմ ու ձեր մասկեքը մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, համբալի լակոտներ, Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի քեզ եմ ասում, Գագո քեզ եմ ասում, այդ կամերայի դեմից են կողմ գնացեք։ Պատկերացնում եք դրանց լկտիության աստիճանը։ Մասկեքը հակել են, ինչ-որ ոնց որ ավտոմատներ կա ձեռներները, թե Ղարաբաղի, հա? Ղարաբաղի ակցենտով է, ով որ մեր հայրենիքը ձերից արել է մենք, արայ համբալներ, դուք Ֆերարի արագությամբ փախել եք արա, դուք ով եք արա, որ կարա գաք խոսակ, դուք ով եք արա ստահակներ, հանեք ձեր մասկեքը, ես ձեր մասկեքով է սատկացնելու եմ հերթով, որ մեր երեխեքին, դուք մեզ կասեք, որ մենք մեր երեխեքին զոհենք տվե, դուք եք արա փախել, դիրքերում փախնողներ, մենք հատ ձեզ ծնկենք բերելու, պատասխանատվության ենք բերելու, մեր երեխեքին մենակ թողելու և փախնելու համար։ Եվ հիմա էլ կա կասեք 5000 զոհ, այդ տենց էիք հաշվել, հա, տենց էիք հաշվել ենք, որ ենքան պտի պախնեք, մեկ էլ 2023 թվին ասեք, Նիկոլը սահմանները պակել է, որ Ղարաբաղի ժողովրդը չկարենա դուզ գա, դուք Ղարաբաղի ժողովրդին էլ եք ստրկացրած պահել, ես որ սենց ուղարկում են կան երկրի վարչապետի դեմը խոսան, ինչի Ղարաբաղում կարային մատ վարչության պետի տեղակալի դեմը մեկը կանգներ երկու բար նախադասություն անել, գլխից կգրակեին Ստեփանակերտի կենտրոնում, գլխից կկարակեին։ Դուք հիմա եկել եք, ուզում եք Ղարաբաղի ժողովրդի նման Հայաստանի ժողովրդին ստրկացնեք, գլուխներդ պատին եք տվել, հատ, մասկեքներդ հանելու եմ և մտցնելու եմ դեր համապատասխան տեղերը, հատ, Ռոբից սկսած, Ռոբն էլ կար այսօրվանից մասկա հակնի, Սերժն էլ, Կալուգացին էլ, Գագոն էլ, մասկա հակեք, որովհետև դուք երազելու եք Հայաստանից փախնելու հնարավորության մասին, դուք չեք փախնելու, դուք չոքելու եք Հայաստանի ժողովրդի առաջ և պատասխան եք տալու Հայաստանը իբր Ղարաբաղի անվան տակ, իբր Ղարաբաղի համար ծախելու համար, Ղարաբաղը դուք են գլխից եք ծախած եղել, ձեզ համար Ղարաբաղի ժողովուրդը պատանդա եղել, Ղարաբաղը պատանդա եղել, որ Հայաստանը այդ ծխածած կույտի տակ թալանեք, և մենք այսօր այդ թալանածը հետ ենք բերել, և միջև վերջ հետ ենք բերելու, Ռոբիկ, Սերժիկ և մյուսներ, ոնց 90-ականների թվին մի զույգ բոթասով եղել եք, տենց էլ ես ձեզ հասնելու եմ մի զույգ բոթասի մակարդակի, մի զույգ բոթասի մակարդակի։ Եվ էլ եմ ասում, այս մարդիկ որ գալիս են, ես իրանց հանգիստ լսում եմ, եկեք ինչ ուզում եք ասեք, բայց ասեցիք պրծակ, պտի կանգնեք, միջև վերջ, լսեք, ես ինչ եմ ասում, որովհետև չի լինի, և այդ բաները հիմա էլ եկել են բան են անում, թուրքով են վախեցնում, ադրբեջանցիով են վախեցնում, այդ վախնա, ժողովուրդ, ուրեմն թուրքերի և ադրբեջանցիների անունով տարածվող այդ վախնա, որ նրան ձեռքում գործիք է մեր ժողովրդին ստրկացնելու։ Մեկ ինձ այսօր եկել են ասում են, դու թուրքամետ ես, դու ադրբեջանամետ ես, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, ընդ որում,
ձեզնից ոչ մեկը իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում չի ունեցել լեգիտիմության այն աստիճանը, դրա 10% դուք ընդհանրապես ով եք, դուք ձայն գողցող եք, դուք երկիր գողցող եք, դուք կյանք գողցող եք, մենք պայքարել ենք և պայքարում ենք, ինձ այսօր մեղադրում են թրքամետության և ադրբեջանամետության մեջ, ես Հայաստանի վարչապետ եմ, ով հասկանում է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի աջակցության պետք է օգնություն, առանց կողմնակի օգնության և աջակցության պետք է կարենանք ապրենք, հակառակ դեպքում մենք լինելու ենք ստրուկ, մենք լինելու ենք կաշկանդված, մենք չենք լինելու պետություն, այսօր նրանք տրաքում են դրանից, որ մենք ի վերջո դարձել ենք պետություն, այսօր տրաքում են նրանից, որ երբ որ Հայաստանի հարց կա, Հայաստանի հետ կապված, Հայաստանին են հարցնում, իսկ նախկինում Հայաստանի հետ կապված հարցերի մասին Հայաստանին չէին հարցնում, Հայաստանին տեղեկացնում էին, այո մենք պատերազմ ենք անցել, զոհ ենք ունեցել, այո ունեցել ենք, բայց այդ մենք այդ ամենի միջով անցնելով ձեռք ենք բերել պետություն և անկախություն, և այսօր յուրաքանչյուր ընկած զինվորի ծնող պետք է իմանա, որ իր որդին, իր զավակը ընկել է, որ իր պետությունը հարատևի, որ իր պետությունը անկախանա, դառնա իրական պետություն, դառնա բարեկեցիկ, դառնա ազատ, դառնա երջանիկ, և այսօր մենք ազատ ենք, հիշում եք, մեկը կար, Գագոյի մեծ աղբերը, որի մի փախած տղուն է պահում, Բելարուսում, Գագոն ասում է տղես ընտրությունից հետո կգա, հույս ունեն թե ընտրակաշառքով Հայաստանում հետ են գալու ինքը Ռոբերտը Սերժեի դեմս կալուգացու ու իրանք, ես այդ մարդկանց ասում եմ, այս խոսողները սահմանին հանուն Հայաստանի անվտանգության մի հատ կրակոց չեն արել, իրանք կրակել են Աբովյանում, իրանք կրակել են Քանակեր Զեյթունում, իրանք կրակել են Արաբկիրում, իրանք կրակել են Տեցի կռուգում, իրանք կրակել են Երևանի կենտրոնում, հիմա իրանք այդ բոլոր տեղերը թաքուն են ման գալիս, թաքուն, որովհետև գիտեն, որ պատերով կտանք, մեկը թպրտա, պատերով կտանք, և իրանք դուրս են եք իրանք բեսպրեձելի իշխանությունն են ուզում, բայց ես էլի ասում եմ, ես իմ քաղաքական ուղերձն եմ աղում, որոշողը ժողովուրդն է, ես ոչ մի խնդիր չունեմ, ժողովուրդը ոնց կորոշի, ինչ կորոշի, մենք հլու հնազանդ ենք ժողովրդի որոշմանը, ուզում է Գագոյին, ուզում է Ռոբա Սերժերին ուզում է, որ Հայաստանը դառնա Կալուգայի Նիժնի Տապրի գյուղի կարգավիճակի բնակավար, ես խնդիր չունեմ ժողովրդի ընտրության հետ, բայց ես պայքարելու եմ միշտ հանուն Հայաստանի անկախության և ազատության, ինչպես նախկինում։